Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը։ Սա Եսայու մարգարեության հաստատումներից է, որտեղ շատ հստակ ուրվագծված է այն իշխանությունները եւ այն իշխանական թևերի տարանջատումը, որ ժամանակակից պետական տեսություններն ու պրակտիկան ճանաչում են։ Ուրեմն դատական իշխանություն, օրենսդիր իշխանություն եւ գործադիր իշխանություն։ Այս տարանջատումները իշխանական թևերի միավորվում են այն իմաստով, որ ակունքը աստվածային է եւ կողմնորոշումն է դեպի Աստված։ Ինչն է հետաքրքիր, երբ մենք ասում ենք Աստված մարդուն ստեղծեց ըստ իր պատկերի, բայց մտածման մեջ նաև շեշտվում է նմանությունը, այսինքն երբ արարեց ըստ իր պատկերի, այսինքն նրան հաղորդեց աստվածային հատկություններ, որ ինչ անի։ Կոչումը նմանությունն է, որ այդ աստվածային հատկությունները որպես հենք, այդ հատկությունների համագումարը որպես կայուն ստատիկ վիճակ օգտագործի, հենվի, նմանվելու, շարժվելու, այդ դինամիկան ապահովելու եւ իր կոչումը իրացնելու նմանվելով Աստծո։ Բայց սա փաստորեն Աստված տվել է նաեւ երկրային իշխանությանը։ Կարելի է նույնիսկ ասել, որ Աստված իշխանությունն է ստեղծում իր պատկերով, կոչումը, կողմնորոշումը դեպի իր նմանությունն է։ Եսայու մարգարեության այս հատվածում իմի են բերված աստվածային այն հատկությունները, որոնք ցրված մենք տեսնում ենք Սուրբ գրքի տարբեր հատվածներում։ Օրինակ, որպես դատավոր, դու որ դատում ես ամբողջ աշխարհը, որպես օրենսդիր, Աստված ժողովրդին տվեց օրենքն ու իրավունքները։ Որպես գործադիր, դու ինքդ ես իմ թագավորը, մեկ ուրիշ դեպքում մեր թագավորը։ Եվ այս գործառույթները նաև արտացոլված են Աստծուն վերագրվող 3 կայուն բանաձևերի մեջ։ Ինչ ենք ասում ենք Աստծո դատաստան, Աստծո օրենք, Աստծո արքայություն կամ թագավորություն։ Ընդհանրապես, երբ մենք դիտարկում ենք Սուրբ գրային շատ հատվածներ, որտեղ առաջին հայացքից երևում է դավանական, վարդապետական, կանոնական այդ ասպեկտները, մենք հաճախ չենք նկատում, որ այդտեղ արտացոլված են նաև հասարակական հարաբերությունները կարգավորող եւ օրենքների եւ օրենքների գործադրման ինստիտուտները։ Մենակ որևիցե մեկի մտքով կանցնի, որ դա կարող է արտահայտված լինել տերունական աղոթքի մեջ։ Հիմա տեսեք, ինչ ենք խնդրում մենք։ Ասում ենք թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ինչ է սա միայն վերաբերում է անհատ մարդուն իր արարքների մեջ, որը խնդրում է Աստծուն, որ իմ կյանքում, իմ գործունեության մեջ, իմ արարքներում թող իշխի քո կամքը, ինչպես դու ես ուզում երկնքում որ լինի, կամ երկնքում այն կամքդ, որ հաստատված եւ անշեղորեն կատարվում է, խնդրում ենք, որ այստեղ էլ կատարվի երկրի վրա, այսինքն երկինքը արտացոլվի երկրի վրա։
բայց սա նաև վերաբերում է որևիցե իշխանությունների գործադրման առումով։ Այսինքն բոլոր իշխանությունները կոչված են արտացոլելու այն, ինչ որ երկնքում է արտացոլված։ Այդ թվում նաև պետական իշխանությունները։ Երբ այս իշխանությունների հենքը մենք տեսնում ենք, սա նաև մեզ համար պատգամ է։ Օրինակ, Սուրբ գրքի տարբեր հատվածներում մենք տեսնում ենք, որ Աստծո օրենսդիր գործունեությունը, չէ, Աստված ստեղծեց երկինքը, երկիրը, այսինքն արարչությունը։ Տեսնում ենք, որ այդ արարչության մեջ հստակ օրենք է դրված։ Այն բոլոր ֆիզիկայի օրենքները, որ մենք ուսումնասիրում ենք, դրանք ի սկզբանե դրված են եւ մենք որպես մարդկություն ամենը մեր կյանքի պատմության հոլովույթներում բացահայտում ենք։ Եվ տեսնում ենք, որ բնության մեջ կան հստակ անշեղորեն դրված օրենքներ։ Արարչության մեջ մենք արդեն տեսնում ենք Աստծուն որպես օրենսդիր։ Եվ պատահական չէ, որ Սաղմոս 2-ն ասում է երկինքն ու երկիրը պատմում են քո փառքի մասին։ Այսինքն նայում ենք երկնքին, նայում ենք երկրին, տեսնում ենք Աստծուն։ Եվ այստեղ նրա օրենսդիր գործունեությունը, որը Սուրբ գրքում կապվում է նրա հանճարի հետ։ Աստված իր հանճարով հաստատեց երկինքը, ասվում է Սուրբ գրքի տեղիներից մեկում։ Եվ սա նաև պատգամ է, որ մենք ճանաչենք նրա հանճարը։ Մեր հայերեն թարգմանված առաջին նախադասությունը որտեղից է վերցված։ Սուրբ գրքից, առակաց գրքից, ինչու հենց առակացից։ Ճանաչել զիմաստություն եւ ըսխրատ իմանալս բանս հանճարով։ Այսինքն Մաշտոցը, ասեք ինչ սքանչելի կողմնորոշում է մեզ տվել։ Այն էլ այնպիսի պատմական մի շրջանում, երբ մենք արդեն պետականություն չունեինք։ Ճանաչել Աստծո կամ աստվածային ակունքը այն իշխանության մեջ, որը առնչվում է օրենսդրական դաշտում։ Եվ ոչ միայն ճանաչել նրա ծագումը, որ աստվածային է, այլև հնազանդվել, նմանակել օրենսդրական գործունեության իմաստով երկինքը երկիր դարձնել։ Աստծո դատական գործառույթը Սուրբ գրքում առնչվում է նրա իմաստության հետ։ Տեսեք առաջին նախադասության մեջ դարձյալ կա։ Պատահական չէ, որ Սողոմոնը կոչվեց իմաստուն։ Եվ դա չէր առնչվում այն հանգամանքի հետ, թե որպես թագավոր ինքը ինչ մեծապետական գործեր արել։ Նրան իմաստուն տիտղոսը տվեցին այն բանից հետո, երբ արդար դատ արեց երկու մայրերի միջև։ Եվ երրորդ գործառույթը, որը առնչվում է նրա թագավորական իշխանությանը։ Սուրբ գրքի տարբեր տեղերում դա առնչվում է նրա զորության հետ։ Մարգարեական գրքերում, երբ նկարագրվում է Աստծո հստակ իրական գործունեությունը երկրում, մարգարեները նրան անվանում են զորությունների տեր։ Եվ այս երեք հատկությունները, որոնցով պայմանավորված է Աստծո դատավոր, օրենսդիր եւ թագավոր լինելու հանգամանքները, այս իշխանությունները, մենք ամփոփ տեսնում ենք Դանիելի մարգարեության հենց սկզբում, ինչ է ասվում. Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, նրանն է իմաստությունը, հանճարը եւ զորությունը։
իմաստություն, հանճար զորություն, որոնք ոչ միայն հատկություն են, այլև նրա 3 գործառույթների հենքը։ Այս ամենը նաև մենք տեսնում ենք փայլուն կերպով տերունական աղոթքի մեջ, եթե փորձենք ուշադիր ուսումնասիրել հատվածները։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը։ Սա արտահայտում է Աստծո օրենսդիր գործունեությունը։ Թող քո թագավորությունը գա, թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, ըստ հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր։ Սա Աստծո գործադիր թագավորական իշխանության հատկությունն է կամ հատվածն է։ Ներիր մեզ մեր պարտքերը կամ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Սա Աստծո դատական կամ դատավոր լինելու հանգամանքն է շեշտվում։ Բայց այս 3 իշխանությունները տարանջատված, որոնց ակունքը մեկ է, աստվածայինն է, ունի 4-րդը, որը հոգևոր իշխանությունն է արտահայտված տերունական աղոթքի մեջ, մեզ մի տար փորձության, այլ փրկիր մեզ չարից, փրկության ճանապարհն է։ Ուրեմն, եթե ամփոփելու լինենք, Աստված ակունքն է բոլոր տեսակի իշխանությունների։ Այն իշխանությունների, որոնք այսօրվա մեր պետական համակարգում, իրավական դաշտում, քաղաքացիական դաշտում, հասարակության ներսում, պետությունների ներսում արտահայտված են սահմանադրությունների մեջ, օրենքների մեջ, երկու ճյուղ իշխանության հոգևոր եւ աշխարհիկ, որոնք տարանջատված են հստակ։ Օրինակը վկայությունը մենք տեսնում ենք Ելից գրքում, երբ ուխտի ժողովուրդը 40-ամյա անապատային փորձության, այդ ուխտագնացության կարելի ասել, այդ պատրաստության շրջանում ցեղից ժողովուրդ էր դառնում օրենքի միջոցով։ Նախ այդ անջատումը, բաժանումը տեղի ունեցավ այդտեղ։ Երբ Մովսեսը, որն օժտված էր Աստծո կողմից տրված այս բոլոր իշխանություններով, հոգևոր, աշխարհիկ, աշխարհիկների մեջ դատական, օրենսդիր եւ գործադիր, այդտեղ արդեն կատարվեց բաժանումը, երբ Ահարոնին տրվեց հոգևոր իշխանությունը։ Ապա բաժանվեց աշխարհիկ իշխանության թևերը։ Եվ հետաքրքրական է, որ առաջինը բաժանվեց դատական իշխանության հատվածը։ Պատկերացրեք հսկայական մի ժողովուրդ, բաղկացած 12 ցեղերից, 100,000-ի արդեն հասնող, եւ հարաբերություններ, որոնք պետք է կարգավորվեին, եւ այդ բոլորը անում էր Մովսես։ Նրան մոտենում է իր աները, որը քահանա էր, եւ խորհուրդ է տալիս ընտրել կարող, այսինքն մասնագիտական առումով կարող, աստվածավախ, արդարամիտ եւ անկաշառ մարդկանց, որպեսզի իրենք անեն դատավարությունը։ Ասենք հատկությունների մի փունջ, որով պետք է օժտված լինի որևիցե դատավոր։ Եվ ինչ է ասում, ասում է, եթե մեծ գործերը վերապահում է Մովսեսը իրեն, մնացած գործերը դատական հանձնում է ու անում է անմիջապես այդպիսի հատկություններով օժտված մարդկանց։ Եվ ինչն է խոստումը դրա, ասում է, եթե սա անես, կզորանա քո իշխանությունը եւ խաղաղություն կհաստատվի ժողովրդի մեջ։ Պետական իշխանության ամրապնդման
եւ հասարակական համերաշխության երաշխիքն է սա։ Եվ երբ հետագայում արդեն միապետության հաստատման արշալույսին ժողովուրդը, մեծամասնությունը մոտենում են Սամուել մարգարեին պահանջով, արդեն դատավորած շրջանը անցնում է։ Պահանջով, որ մեզ թագավոր տուր կամ կարգիր, միապետ, ինչպես մյուս ազգերի մոտ է, որպեսի մեզ իշխի և դատի։ Եվ սա շատ չար կամ չարիք պարունակող հեռանկար է երևում մարգարեի աչքում։ Ոչ թե այն, որ թագավոր են ուզում, այլ այն, որ ուզում են գործադիրը իր ձեռքում վերցնի նաև դատական համակարգ։ Աստված Սամուելին ասում է, ինչ որ ուզում են, տուր, մի նեղվիր, իրենք քո դեմ չէ, որ ապստամբում են, քո դեմ չէ, որ չարիք են գործում, նրանք իմ դեմ են չարիք գործում և չեն ուզում, որպեսզի ես լինեմ նրանց թագավորը։ Այսինքն, եթե փորձենք այսօրվա ընկալումներով եզրաբանությամբ վերլուծենք, մեծամասնության պահանջով հաստատվում է իշխանություն, որտեղ գործադիրը իր ձեռքի մեջ է վերցնում նաև դատական համակարգը։ Իսկ սա հղի է պետական ինստիտուտների թուլացմամբ, հասարակական համերաշխության խախտմամբ և արտաքին միջամտությունների վտանգով, ինչը հետո տեսնում ենք մենք Սուրբ Գրքի էջերում։ Ուրեմն թիկունք դարձնել Աստծուն, ինչը արեց առաջին մարդը և դրանով նայեց մահվանը, թիկունք դարձրեց կյանքին, չարաշահեց իր իրավունքները, իր ազատ կամքով, իր բանականությամբ, որովհետև ընտրեց պատրանքային կյանք և գնաց դեպի մահ, նույնն է նաև որևիցե պետական կազմավորման, որևիցե հասարակության գործելակերպը, թիկունք դարձնել Աստծուն, հրաժարվել հասարակական կյանքի, պետական կյանքի աստվածադիր սկզբունքներից, նշանակում է նայել այնպիսի ուղղությամբ, որը տանում է թուլացման և վերջիվերջո մահվան և կործանման։